Ընկերներ ողջույն, սահմանն անցնում ենք միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցիացված փորձագետ Դավիթ Ստեփանյանի հետ։ Ողջույն պարոն Ստեփանյան, շնորհակալություն միանալու համար։ Ողջույն։ Պարոն Ստեփանյան, էլի Ռուսաստանից ենք խոսելու։ Ռուսաստանի արտգործնախարարությունը սպառնում է հետևանքներով Հայաստանին, եթե այն խախտի ԵԱՏՄ պայմանագիրը, ասում են, որ այդ դեպքում ԵԱՏՄ-ն ունի այնպիսի իրավապայմանագրային բազա, որը հնարավորություն կտա ԵԱՏՄ-ին պաշտպանել իր մյուս անդամ երկրներին, հետո ասում են, որ Հայաստանի համար լրջագույն կորուստներ եւ հետևանքներ է ունենալու այդպիսի գործընթացը։ Տեսեք, ինչն է սա հետաքրքիր, հա, նույն օրինակ հապկում Հայաստանի սառեցված կարգավիճակը։ Հայաստանը ավելի խոցելի չի դառնում դե յուրե լինելով այս կազմակերպությունների անդամ, այսինքն այս կազմակերպությունները դե յուրե բոլորովին այլ լեզվով կարող են խոսել Հայաստանի հետ, երբ դու շարունակում ես լինել իրենց անդամ։ Եվ բոլորովին այլ լեզվով կարող են քո հետ խոսել, երբ դու իրենց անդամը չես, հետո դրա վար օրինակը Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը, որ եթե խախտեք ԵԱՏՄ պայմանագիրը, մենք իրավապայմանագրային այնպիսի բազա ունենք, որ հետևանքներ եք ունենալու։ Ուրեմն, եթե հարցը կառուցվում է եթեով, ես էլ խոսելու եմ եթեներով։ Տեսեք, այստեղ կան բազմաթիվ եթեներ, հա, սկսենք ԵԱՏՄ-ից հերթով։ Նախ Հայաստանը եթե խախտի, Հայաստանը չի խախտում։ Եվ ես չեմ տեսնում իշխանությունների կողմից ինչ որ հանձնարարություն գնալ այդ ճանապարհով այս բանը։ Այդ օրենքը Եվրոպական միության մասին ընդունվել է եւ դրվել է դարակի վրա, որտեղ sense փոշի է նստում վրան։ Ես չգիտեմ ինչքան ժամանակ է փոշին նստելու։ Այնպես որ այդ եթեն չկա իրականում եւ ես ընդհանրապես չեմ հասկանում Մոսկվայից ինչու են անընդհատ մեզ սաստում, հա, եւ փորձում ահաբեկել այդպիսի հայտարարություններով։ Ես կարծում եմ սա ավելի շատ ունի նախընտրական նշանակություն այդ թվում է։ Եվ դրանով իրենք ուզում են իրենց 5-րդ շարասյունը Հայաստանում ինչ որ ձեր գոտ է պնդել եւ ցույց տալ, որ իրենք ձեռքը պահում են զարգերակի վրա հայկական եւ ամեն ինչը կուրացիայի եւ կոորդինացիայի տակ է, այն դեպքում երբ որ այդ եթեն չկա, Հայաստանը չի ցանկանում ԵԱՏՄ-ից դուրս գալ, Նիկոլ Փաշինյանը գնում է Էստոնիա եւ այնտեղ հայտարարում է Էստոնիայում, որ մենք Ռուսաստանի հետ որևէ ցանկություն հարաբերություններ, ինչը իրականությանը համապատասխանում է։ Պատահանաբար եթե իմաստը ես չեմ հասկանում, բացի այն, ինչ ես ասացի։ Հապկ։ Այո, մենք փաստացի հապկի անդամ չենք այս բանում։ Փաստացի հապկի անդամ չենք, սա փաստ է։ Եվ այո, ես համաձայն եմ ձեր տեսակետի հետ, որ ի տարբերություն ԵԱՏՄ-ից, որտեղ մենք իրոք անդամ ենք եւ որտեղ մենք համագործակցում ենք առաջին հերթին Ռուսաստանի հետ, այդ առևտուր ընդլայնելով, իսկ մենք տեսնում ենք առևտուրը ընդլայնում, հապկում որևէ գործողություն չկա ընդհանրապես։ Եվ այստեղ իրոք շատ մեծ հարց է, թե մեզ այդ սառեցված անդամությունը որքանով է պետք։ Ես կարծում եմ, որ սա պահում են որպես դիվանագիտական ինչ-որ խաղաքարտ, որ ինչ-որ պահի, ես չգիտեմ Ռուսաստանը ինչ պետք է անի։ Եթե Ռուսաստանը դա անի, մենք այդ ժամանակ հապկից դուրս գանք։ Որտեղ մենք փաստացի հապկի անդամ չենք, նորից։ Երևի թե այս տրամաբանությունն է, ուրիշ տրամաբանություն ես չեմ տեսնում։ Քանի որ դուք հիշատակեցիք նախընտրական գործոնը, դրան գումարում ենք Սերգեյ Կիրիենկոին որպես Հայաստանի մասով, այսպես ասած, համակարգողի դերակատարման ստանձնումը, այդտեղ նշվում էր ռուսական ալիքներում նշվում էր, որ նա փափուկ ուժի միջոցով, հա, ինչ-ինչ գործողություններ է իրականացնելու Սերգեյ Կիրիենկոյի մասին կարծում եմ շատերը շատ բան գիտեն, նա այդպիսի փափուկ, այսպես ասած, ուժի կիրառման մեծ փորձառություն ունի, այդ թվում եւ Ուկրաինայից օկուպացված տարածքներում կազմակերպելով այնտեղ պսևդո ինստիտուտների ձևավորում, դրանց իրավական պրոցեսների կազմակերպում Ռուսաստանի կազմում, Ռուսաստանի միանալու գործընթացների մասով Թաթարստանը օրինակ նաև Աբխազիայի ընտրություններ, Հարավային Օսիա համակարգումներ, մի խոսքով այս մարդը շատ բավականին մեծ, այսպես ասենք, հա, աշխատանքային փորձառություն ունի այդ տրամաբանությամբ։ Սա եւս դիտարկում ենք 2026-ում։ Միանշանակ այո, Սերգեյ Կիրիենկոն Պուտինի նեղ շրջանակից է, Պուտինին ամենամտերիմ, ամենամոտ մարդկանց քաղաքական գործիչների, շահերը սպասարկողների մտնում է այդ նեղ շրջանակի մեջ, դա ի սկզբանե պետք է նշենք,
Եվ գիտեք, Կիրիենկոն արդեն այդ փափուկ ուժը կիրառում պայմանական Կիրիենկո, որովհետև տեսեք, ինչա տեղի ունենում Հայաստանում, ուղղակի ես վերջին դեպքերը, հա, ես դա կապում եմ ընդհանուր մեկ տրամաբանության մեջ, մի խոսքով, որոնք Հայաստանի տակ դնում են այսօր ռումբ կամ որը թույլատնում է մեր առանց այդ թույլատած երկիրը, երկրի ինքնիշխանությունը, անկախությունը եւ հեռանկարները այդ ամենը պահպանել եւ պաշտպանել, այդ ամենը միանշանակ ընկնում է մեկ գծի մեջ եւ մեկ տրամաբանության մեջ եւ երևի թե իրոք պարոն Կիրիենկոյի արդեն իսկ կուրացիայի տակ է։ Այդ ինչա տեղի ունեցել օրինակ նոր-նորքի թաղապետարանը, հա? Ակնհայտ հարձակում էր հանրապետություն կուսակցության վրա։ Ակնհայտ հարված էր հանրապետություն կուսակցության։ Ես ցավում եմ, որ հանրապետություն կուսակցության ներկայացուցիչները, որոնք ներկա գտնվում էին այդ պահին նոր-նորքի թաղապետարանում, դա կամ չեն գիտակցել, չնայած այդ առիթը ունեցել են, կամ գիտակցել են եւ տրվել են սադրանքի։ Երևի դա ավելի վատ է։ Մենք փորձ է արվում հանրապետությունը դիսկրեդիտացիայի ենթարկել, ցույց տալ, որ ուժը, որը ուզում է գնալ Եվրոպա, Հայաստանը ուզում է տանել Եվրոպա, այդ ուժերից մեկը իրականում եվրոպական արժեքները չի դավանում։ Եվ ինչպես ասեց թաղապետը, հա, ես ինչ արել եմ լավ եմ արել, ես ճիշտ եմ արել, ես լավ տղա եմ եւ արել եմ այն, ինչ պետք է անի հայ տղամարդը։ Այն դեպքում, երբ որ ինքը պետք է գործեր որպես հայ պաշտոնյա։ Այդ ամենը շատ հանգիստ կարելի է օրենքի շրջանակներում կարգավորել։ Երբ որ այդ պարոնը առաջի անգամ, ես իր անունը չգիտեմ, կարևոր չի դա, առաջի անգամ ներկայացավ թաղապետարան եւ ինչ-որ յոգուրտ լցրեց, հա, թաղապետի նկարի վրա, այդ ժամանակ պետք է ոստիկանությունը կանչվեր, արձանագրություն կազմվեր, խուլիգանության համար գործ բացվեր ու պարոնի մուտքը թաղապետարան արգելվեր օրինական հիմքերով, որպես խուլիգանություն կատարած անձի, որի ամեն մի մուտքը թաղապետարան բերելու է նոր խուլիգանությանը, չէ՞։ Օրենքի սահմաններում այդ դա չարվեց։ Պարոնը եկավ երկրորդ անգամ, իրենք շատ լավ գիտեն, որ պարոնը գալու է։ Եկավ մտավ, ծեծկրտուկ սարքեց, սադրեց, իրենք հարցակվեցին իրար, իրենց որևէ ձև չեմ ապահովում, չեմ արդարացնում, թող ոչ մեկ դա չասի։ 10 հոգով մի հոգու ծեծելը դա սրիկայություն է, դա լավ բան չի։ Այդ մի հոգին արժանի է ծեծի, հարցը դա չի։ Հարցը դա չի, հարցը այն է, որ սա պետություն է, դե օրենք կա, թղթի վրա գրած, այդ օրենքը պետք է պահպանվի։ Հիմա լավ վերադառնանք այդ կարևոր չի։ Եվ այդպիսի քայլերը տասնյակներ է, եւ սրի վրա, հա, այդ քանդող բրիգադա, այսպես ասեմ, դա ցավոք սրտի մարդիկ են, որոնք իրենց կոչում են լրագրող։ Այդ լրագրողներին այդ քանդող բրիգադը գցել են փողոց, նրանք ամենտեղ քանդում են, ամենտեղ իմիջ են ստեղծում ձեռքի հետ, աշխատում են հանրապետության դեմ, աշխատում են իշխանության դեմ, աշխատում են Հայաստանի իմիջի դեմ միջազգային ասպարեզում, չէ՞։ Հիմա մենք ունենք, չէ, իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք հիմա սկսելու են այդ ամենը ֆիքսել եւ նշել, որ Հայաստանում չկա ժողովրդավարություն, այն դեպքում, երբ որ ես կարծում եմ, որ ժողովրդավարությունը մեզ մոտ մի բան է ընդունված չափերի սահմանները վաղուց անցել է եւ բերել է օխլոկրատիայի, հա, դա էլ է կարեւոր։ Սա շատ վատ վիճակ է եւ այս ամենը ես նորից եմ ասում, ուղղված է իմ դեմ, ձեր դեմ, Հայաստանի Հանրապետության դեմ, քաղաքական ուժերի դեմ, որոնք կարող են ինչ-որ բան փոխել ընտրություններում, եթե ստանան դա։ Մեր բոլորի դեմ է ուղղված։ Եվ այո, այս ամենի համար պատասխանատվություն են կրում ինչպես քաղաքական ուժերը, այնպես էլ իշխանությունը եւ ամենակարևորը այդ սադրողները, ովքեր որ այդ ամենը անում են։ Եվ այո, ես պնդում եմ, որ այս ամենը արվում է Մոսկվայի կուրացիայի դեմ։ Ամեն մեկը դա կլինի ներսում, դա կլինի այսպես կոչված լրագրողներ, այսպես կոչված մեդիաներ, այսպես կոչված քաղաքական սուբյեկտներ, այսպես կոչված ակտիվիստներ, հազար ու մի բան, դրսից Ռուսաստանը կարող են ամեն ինչ անել։ Մենք ինչ ենք անում։ Հիմա մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ասելով ես նկատի ունեմ նաև ներսում նրա համար փափագողներ, հա, օրինակ, չգիտեմ, դա կլինի ձեր հիշատակած օրինակ այդ լրագրողական այդպիսի համայնքը, քաղաքական այդպիսի համայնքը
եւ այլն։ Օրինակ նույն Վիտալի Բալասանյանի նամակը հիշենք, հա, ամոթից գետին էլ չեն։ Կարող են ամեն ինչ անել։ Մենք ինչ ենք անում։ Գիտեք, ես ոչ իշխանության ներկայացուցիչ եմ, ոչ էլ քաղաքական գործիչ։ Ես ընդհանրապես փորձագետ եմ։ Ես իմ մակարդակով փորձում եմ անել ամեն ինչ մարդկանց աչքերը բացելով այդ ամենը։ Մեր այս զրույցը այդ աշխատանքի, մեր ընդհանուր աշխատանքի, իմ եւ ձեր տվյալ դեպքում մի մաս է։ Ես ուզում եմ նշել հետեւյալը, սա էլ է շատ կարևոր, երբ որ ասում են ինչի եք ամբողջ օրը խոսում, ոչ մի բան չեք անում։ Նախ մենք ամբողջ օրը չենք խոսում եւ ոչ մի բան չենք անում։ Մենք անում ենք եւ դուք էլ գիտեք որ անում, ինչ որ պետք է։ Եվ հենց մեր գործողություններն են բերել նրան, որ օրինակ նույն հանրապետությունը հայտնվել է հարվածի տակ։ Չէ՞, մենք դա հասկանում ենք դեպի Եվրոպա երկիրը տանելու հանձնարարությունը, դա գործողություն է, եւ մենք բոլորս այդ գործողության մաս ենք։ Դա քաղաքականություն է, սա քաղաքական օրակարգ է, որը Հայաստանում միջև այդ ցավոք չի եղել։ Ընդդիմության շրջան։ Մարդիկ այդ բոլորը հասկանում են, դրա համար դարձնում են թիրախ։ Դա դնենք մի կողմ։ Հիմա մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այս ժողովուրդը, այս հանրությունը, այս հասարակությունը հասկանա ինչա կատարվում այս երկրում։ Ով այդ քաղաքական ակտիվիստը, ինչա տեղի ունեցել այդ մանկապարտեզի շուրջ իրականում, հա, որ թաղապետի աշխատակիցների պահվածքը, թաղապետի պահվածքը adekvat չի եղել։ Մենք ինչ կա ասում ենք, չէ՞ մենք ոչ մեկի չենք պաշտպանում, բայց ասում ենք ոնց է դա եղել, ինչ է եղել, այս ժողովուրդը պիտի դա հասկանա, ինչի համար պիտի հասկանա, որովհետև 26 թվականին գնալու է ընտրություններին։ Մարդիկ պիտի հասկանան ում են ընտրում, ինչի համար են ընտրում։ Եվ մեր աշխատանքի իմաստը դա է, որ մենք փորձենք մեր հնարավորությունների չափով, մեր համեստ հնարավորությունների չափով դա մարդկանց բացատրել։ Դա նորմալ է, որ մարդիկ շատերը չեն հասկանում, նրանք պարտավոր չեն դա հասկանալ։ Չնայած Հայաստանում ամեն մի երկրորդ տաքսիստ քաղաքագետ է, հա, բայց իրականությունը այլ է, մարդիկ դա չեն գիտակցում, դա նորմալ է, ես նորից եմ ասում, տաքսիստը չպիտի դա հասկանա, տաքսիստին դա պետք է բացատրես։ Մենք դա անում ենք։ Հիմա mēs դրեցինք մի կողմ։ Ինչ է անում իշխանությունը։ Ինչ է անում ընդդիմությունը, ինչ անում քաղաքական ուժերը։ Մարդիկ, ովքեր պատասխանատու են այս երկրի ապագայի համար, այս երկրի անվտանգության համար, այս երկրի ինքնիշխանության համար, ես միշտ շատ շեշտում եմ։ Ինչ են իրենք անում։ Տեսնենք ինչ են անում, այդ ձերբակալել են, չէ՞, մարդկանց, ովքեր որ այդ ամեն ինչը սարքել։ Տեսնենք ինչ կլինի, պատիժ կլինի, թե չէ։ Ինչ պատիժ կլինի։ Այո, իրենք դրա համար շատ թերի աշխատանք են տանում, շատ քիչ են։ Եվ այս պահին Հայաստանում ինչ որ ամենաթողության մթնոլորտը է։ Ինձ մոտ տպավորությունը ամենաթողության մթնոլորտը։ Դու կարաս մարդու դրա համար պատասխանատվության չի ենթարկես։ Կարաս պետության դեմ աշխատես, բոլորը ասում են, այս մարդիկ ծախված են։ Ռուսից փող են ստանում, աշխատում են պետության դեմ։ Այս մարդիկ շարունակում են աշխատել պետության դեմ, հաշտ հանգիստ։ Իսկ Վիտալի Բալասանյանները նամակներ են ուղարկում։ Վիտալի Բալասանյանը տապալված քաղաքական գործի դասական օրինակ է։ Վիտալի Բալասանյանը ինքը իրենով, ես ինչի եմ իրեն անդրադառնում, որովհետև ցավոք եւ արցախցիների մեջ կան այդպիսի մարդիկ, այդպիսի տապալված մտածելակերպով եւ այստեղ Հայաստանում, որոնք շարունակում են ռուսաց թագավորին նամակներ գրել, կոնդակները։ Քիչ կոնդակներել են հղում։ Եկեղեցին ինչով է զբաղված։ Նույն բաներն են շարունակում։ Եվ դա այն դեպքում, երբ որ մեզ շատ կներեք բռնաբարել են։ Հայ ժողովրդին բռնաբարել է Ռուսաստանը։ Այո, տեղի իշխանիկների միջոցով եւ Արցախում եւ Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա մենք դուրս ենք եկել, ես չգիտեմ այդ սինդրոմը ոնց է կոչվում, ես Ստոկհոլմանը մենք գիտեմ։ Եվ այդ բռնաբարին որ նամակներ ենք հղում, ասում են, գիտես ինչ կա։ Դե ինչ եղել է, ոչինչ, արի մի ձևի լեզու գտնենք էլի, հա, մի հատ լավություն արա մեզ կամ չգիտեմ, միգուցե բժշկի փողը տաս, հա, այդ բռնաբարության հետևանքով վերացնենք հետևանքները, իսկ հետևանքները շատ են եւ կապ ունեն ոչ միայն առողջականի հետ մեր ժողովրդի, այլ նաեւ հոգեբանության հետ։ Հիմա այդ մարդը, որը տապալված է, ասեմ, քաղաքական գործի օրինակ է, ես ցավում եմ դրա համար։ Ես պարոն Բալասանյանի համար ցավում եմ։ Դե պարոն Բալասանյանը առաջին պատերազմի ժամանակ իրոք ավանդ է ունեցել մեր հաղթանակում, իր ավանդը ունեցել է։ Ես ցավում եմ, որ ինքը դարձել է ինչ դարձել է։ Եվ այդ Բալասանյանն են այս իրավիճակը ստեղծում։
Դուք ուղղակի հիշատակեցիք իրեն, ես դրա համար եմ իր մասին խոսում, բայց այդպիսի բալասանյանները տասնյակներով կան եւ Արցախից եկածների մեջ եւ այստեղ Հայաստանում։ Սա արատավոր մտածելակերպ է, որը մեր երկիրը ոչ միտեղ չի տանում։ Այն դեպքում ես նորից եմ ասում, այդ մարդիկ իրենք պատասխանատվություն են կրում դրա ժողովրդի առջև եւ ֆիզիկական պատասխանատվություն օրինական, հա, օրենքի սահմաններում եւ բարոյա հոգեբանական։ Նրանք բոլորը ընտրված են, ժողովուրդը իրենց ընտրել է։ Եվ նույնն այս իշխանությունը մեր այսօրվա Փաշինյանի իշխանությունը ԿՊ-ն։ Իրենք հավասարապես այդ պատասխանատվությունը կրում են, թող ոչ մեկ չփորձի մեկը մյուսի վրա գցել։ Այդ նախկիններն ու ներկաները իրար վրա պատասխանատվություն գցելու իրավունք չունեն, նրանք հավասարապես եւ հավասարազոր պատասխանատու են։ Եվ մեր աշխատանքը այդ մասին խոսելն է, որ այս մարդիկ, ովքեր մեզ լսում են, ընտրողները, սիրելի ժողովուրդը, իրենց լեզվով ասեմ, դա գիտակցեն։ Եվ ընտրության ժամանակ այդ ամենը, այդ քվյա խցիկում ստանա իր հիմնավորումը եւ արտահայտումը։ Դուք ասում եք իրենք պատասխանատու են, իրենք պիտի պատասխանատվություն ունենան, պատասխանատվություն չկա։ Հենց այդ է հարցը։ Պատասխանատվություն չկա։ Մարդիկ իրենց չեն զգում պատասխանատու, հասկանում եք։ Մարդիկ իրենց համարում են, որ իրենք ինչ անում են, դա բացարձակ ճշմարտությունն է եւ ամեն ինչ որ անում են իրենց հայֆայական տրամաբանությունից ելնելով կարծում են, որ դա է հենց պետության առաջնահերթությունը, որովհետև սա պետություն չի, սա իրենց համար ինչ-որ համայնքային բան է։ Եվ հետո այդ ձեր հիշատակածը սրանք նրանք կամ եսիմ ինչ խմբեր, որոնք ֆինանսավորվում են այստեղից այնտեղից եւ աշխատում են պետության դեմ, իդեպ հենց սա իշխանության խոսույցն է, որ մենք չենք հորինում։ Ու հազար ու մի բան լրատվական դաշտում տիրող այս ամենաթողությունը, ատելության խոսքը եւ այլն։ Երբ հարցնում ես, ասում են, մենք ժողովրդավար երկիր ենք։ Այսինքն, ձևավորում են մի մոտեցում, որ այս հանրությունը մտածի, որ ժողովրդավարությունը դա ամենաթողությունն է, հայոյախոսությունն է, ատելության խոսքն է, ժողովրդավարությունը ռուսական ցարի նամակներ գրելն է, ժողովրդավարությունը Ռուսաստանի ոտերի տակ Հայաստանը փռելն է, ժողովրդավարությունը Արցախում էթնիկ զտում անելը, բլոկադայի ենթարկելը, զոհեր տալը եւ անունը դնել հանգամանքներ, դա ժողովրդավարությունն է։ Իրար, դուք շատ ճիշտ եք նշում, ես ուղղակի մեկ բան էլ ավելացնեմ, ժողովրդավարության հայկական ընկալումների մեջ ընկնում է նաև դավաճանություն։ Մենք քանի հատ գործ ունենք, տասնյակ գործեր մենակ ինձ են հայտնի պետական դավաճանության եւ որ սովորական մարդիկ եւ Արցախից եւ Հայաստանից, դա միշտ պետք է նշեմ, պետական դավաճանություն են գործում, այսինքն աշխատել են թուրքի վրա, ռուսի վրա, դա տվյալ դեպքում տարբերություն չկա։ Ինչ որ գրոշների դիմաց, կարևոր չէ ինչի դիմաց, թեկուզ մեծ գումարի դիմաց, ինչ որ չինական հեռախոսի դիմաց, դա որտեղից է եկել, դա եկել է այդ ամենաթողությունից եւ դրա համար էլ է պատասխանատու իշխանությունը եւ պետությունը, որովհետեւ ստեղծվել է մի մթնոլորտ, որտեղ տեսեք, սա շատ կարևոր է, ես հիմա դեր հարցին էլ կպատասխանեմ։ Ընդդիմությունը ասում է Նիկոլ Փաշինյանը դավաճան, չէ, առանցքային թեզն է, ինքը Արցախը ծախել է, Հայաստանը ծախում է։ Նիկոլ Փաշինյանը ասում է, անդիմությունը Քոչարյան, Սերժ եւ այլն դավաճան են։ Նրանք ծախել են, ոչնչացրել են, կերել են, լափել են, եկել են կես վիճակի։ Շարքային Հայաստանի Հանրապետության քաղաքացին մտածում է։ Լավ, սրանք որ սենց էս վերևներում նստած ծախում։ Ես ինչի չեմ կարա ծախեմ ու իմ համեստ փայը իր լեզվով եմ ասում, մասնաբաժինը ստանամ։ Սա ծախում է, ես կծախեմ։ Ինքը ծախում է Գլենդելում տունը առնում, հա, կամ չգիտեմ որտեղ Գայք Խաչատրյան տունը որտեղ է, միլիոններով, ես էլ մի հատ հեռախոս կառնեմ, կամ ինձ մի հատ հեռախոս կնվիրեն, հա, ինքն է տենց է մտածում։ Այս ամենը ես նորից եմ ասում, սրա պատասխանատուն է, դուք ինչ որ նշել եք, ես ամեն ինչը ընդունում եմ, բայց սա էլ է կարևոր, սա այն մեխն է, հա, այն ամենա սահմանից դուրս, սա սահմանից դուրս է գտնվում։ Ձևավորումը մտածելակերպ է հասարակություն, եւ այդ մտածելակերպի համար միակ պատասխանատուն դա քաղաքական դաշտն է, ընդդիմությունը եւ իշխանությունը հավասարազոր։ Բայց ինչի համար եմ ասում, որ իշխանությունը այդ ամենը ասում է, չէ, իրենք անում են, ընդդիմությունը ասում, բայց ոչ մի բան չի արվում, պատասխանատվություն որևէ մեկը չի կրում։ Պատասխանատվության ենթարկողը իրար մենք ենք։ Դուք, ես, մեր դիտորդները, ովքեր որ հիմա դիտում են այս հաղորդումը, եւ այդ հնարավորությունը նրանք ունեն։
18 թվականի իշխանափոխությունը իմ լեզուն կյանքում չի պատտվի կոչեմ դա հեղափոխություն։ Մի հատ ձեռքբերում ունի, ակնհայտ ձեռքբերում, մի հատ, ես մնացածը չգիտեմ։ Դա ընտրելու եւ ընտրվելու իրավունք, որը մենք այսօր ձեռք ենք բերել։ 17-ին մենք այդ իրավունքը չունեինք։ Դեռ 10։ Եվ այս ժողովուրդը հիմա 26-ին ես շատ եմ կարևորում այս ընտրությունը։ Ստանում է ռեալ հնարավորություն գնալ եւ իր վերաբերմունքը արտահայտել այդ ընտրություններին։ Պատժել եւ իշխանությանը, որը չի գործում եւ օրինականությունը երկրում չի պահում, եւ 5-րդ շարասյուն սադրիչներից բաղկացած եւ Ռուսաստանի շահերը սպասարկող փալասներին բոլորին կարա պատժի։ Եվ ժողովուրդը պիտի դա հասկանա եւ գիտակցի մեր հասարակությունը։ Այն որ ասում են, մուրճը, դատավորի ձեռքումը, դատավորն է։ Այդ դատավորը հիմա ժողովուրդն է։ Եվ մեր ու ձեր աշխատանքի իմաստը նա է, որ մենք ժողովրդին բացատրենք ամեն օր, ես չեմ օգնելու դա։ Ես ամեն ինչ անելու եմ, ինչ որ ինձանից կախված է, որ մեր հասարակությունը, մեր մարդիկ հասկանան, որ պատժողը իրենք են։ Չի աշխատում իշխանությունը, պատժեք, զրկեք իշխանությունը։ Չի աշխատում ընդդիմությունը, սպասարկում է ուրիշի շահերը, պատժեք, զրկեք իշխանությունը։ Հենց արեք, որ խորհրդարանում ընդհանրապես չհայտնվեն։ Մեր ձեռքում է, մեր փոխարեն ոչ Պուտինն է դա անելու, ոչ Մակրոնն է անելու, ոչ էլ Թրամփը։ Մեր հիմնական խնդիրները այստեղ է։ Այստեղ մեր այն ինչի մենք եկել հասել ենք Բալասանյանների պայմանական միջոցով։ Հիմա իր անունն եք տվել, իրան եմ հիշում։ Դա մեր մեղավորությունն է։ Բալասանյանը լուսնից չի իջել։ Մենք ենք գնացել իրեն ընտրել։ Մենք եք հնարավորությունը տվել, որ ինքը դա անի։ Եվ մենք պետք է եւ պատասխանատվություն կրենք, եւ պատժենք։ Սրա մասին է խոսքը։ Եթե վաղը մենք կատարենք նորից սխալ ընտրություն, եթե Հայաստանում լինի պայմանական ռեստավրացիա, իսկ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ դրա համար անում, եւ հին ուժերը գան, մենք մեր երկիրը փուռն ենք տալու։ Մեր անկախությունը եւ պետականությունը փուռն ենք տալու։ Մեր ձեռքով։ Եվ դա չի անելու պայմանական Վիտալի Բալասանյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը, դա անելու ենք մենք։ Ես, դուք, մեր հեռուստադիտողները, որոնք գնալու են եւ դա անելու են քվեախցում, քվեատուփի միջոցով, իրենց քվեի միջոցով։ Եվ վաղը թող ոչ մեկ չասի, որ ես գործ չունեմ, ես պատասխանատու չեմ։ Եվ այն մարդիկ, ովքեր չեն գնալու այդ ընտրության, ասելու են ես քաղաքական գործընթացների հետ չունեմ, նրանք էլ են պատասխանատու լինելու։ Իրենց ես դա անվանում եմ պատասխանատվությունից խուսափելու միջոց։ Վաղը թող ոչ մեկ չասի ես չեմ քվեարկել։ Հիմա որ մեկին խոստանում ես, ասում ես Նիկոլին չեմ ընտրել։ Ոչ մեկ չի ընտրել Նիկոլին։ Այդ Նիկոլը ոնց դարավ վարչապետ, այդ 80-90%-ը ոնց եղավ 18-ին, ես չեմ հասկանում։ Բոլորը մենք չենք կարող դա, մենք գործ չունենք։ Բոլորը դարել են Պոնտիո Պիլատ Հայաստանում, բայց դա ինչ չի չէ։ Դրա համար ես նորից եմ ասում, մուրճը մեր ձեռքում է, մանդատը պողպատե, որը պետք է սրանք կամ դրանք տանք, մեր ձեռքում է, պատասխանատվությունն էլ մեր վզին է։ Всё, սա է։ Ուրիշ բան չկա։ Եվ ամեն մեկը այս երկրում, ամեն մի քաղաքացի, սկսած ինձանից եւ ձեզանից, թող դա գիտակցի, վերցնի իր վրա, մտածի, այս ներսում փոփոխություններ է պետք հեղափոխական։ Եվ ճիշտ որոշում կարած։ Թող ոչ մեկ չասի, որ այլ ընտրանք չկա, թող ոչ մեկ չասի, որ հնարավորություն չկա, բա ում ընտրենք, կամ Նիկոլնա կամ սրանք են։ Գյումրի ընտրությունները դրա վառ օրինակ են։ Շատ լավ տեխնացու է եղել։ Ես չեմ ասում, որ դա Եվրաքվեի տեխնացուն է, դրա համար եմ պաշտպանում։ Մարդ, որը իրոք կարող է Գյումրի ահագին առաջ տանել, ահագին փոփոխություններ անել քաղաքում, որտեղ այդ մարդը քաղաքական միտք ունի։ Որովհետև նա սովետ միություն չի, որովհետև նա բանդիտ չի, թալանչի չի, որովհետև նա տասնյակ տարիներով պայքարել է բանդիտիզմի եւ թալանի դեմ։ Իր կյանքը վտանգելով իր։ Ինչ արեցին գյումրեցիները։ Գնացին ընտրությունը կատարեցին հնի եւ ներկայի միջև։ Մարդուն չընտրեցին։ Դե թող ոչ մեկ չասի, որ 26-ին, ես վստահ եմ, որ 26-ին կլինեն այդպիսի ուժեր։ Կլինեն։ Մտածեք, գնացեք եւ ընտրեք։ Որտեղ վաղը դուք եք պատասխան տալու։ Դուք եք պատասխանատու լինելու, երբ որ Հայաստանը փորը տվի։
ձեր ընտրածները, կամ դուք եք պատասխան տալու, որովհետև չեք ընտրել, որովհետև ասել եք ես ոչ մի բան չեմ ուսումնանում, ես ոչ մի բան չեմ որոշում, ինձ հետաքրքիր չի, ոչ Նիկոլն է բան, ոչ սրանք են բան, հա, ես գնամ իմ գործը գլուխս կախանեմ կամ չգիտեմ ինչ անեմ։ Չի ստացվի դա։ Վաղը բոլորը պատասխանատվություն են կրելու։ Ես նորից եմ ասում, այդ թվում է ես եւ դուք, ես մեզ չեմ առանձնացնում։ Եվ մեր աշխատանքը դա ամեն օր բացատրել նաեւ մարդկանց ուղեղներին հասցնելն է։ Սա մենք այն ինչ մենք կարող ենք անել եւ պարտավոր ենք անել։ Ես սա համարում եմ իմ քաղաքացիական պարտքը։ Եվ լավ կլինի, որ Հայաստանում այդպիսի մարդիկ շատ լինեն, որոնք այդ աշխատանքը տանեն։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Ընկերներ, զրուցում էի միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցիացված փորձագետ Դավիթ Ստեփանյանի հետ։